Yandex-ի պարագայում 16.5% նվազագույնը, բայց միջինացված 21% վարորդներից գումար է պահում, ստացվում է տեղից, որ 20% ավելացած արժեքի, իհարկե Yandex-ը վճարում շահութարկ, իսկ այդ գումարը տվողը այս մարդիկ են, հասկանում եք։ Ստացվում է միջինացված մեր հաշվարկով մոտ 12% նվազագույնը իրենց մատուցած ծառայությունից պետությանը ուղիղ հարկ գեներացվում է։ Մեզ մարդիկ ասում են, լավ, մենք որ աշխատող մարդ ենք, եկուս թոշակի գնանք, ինչի համար մենք պիտի բարձր թոշակ չստանանք։ Լավ, պետություն, մենք ընդունենք մեր գործընկերների, իրանց գործընկերների մի մասը հարկադիր ունեն, ասում պատրաստ եմ ինչ-որ տոկոսով փակեմ իմ հարկադիրի գումարը, բայց դու ինձ գրանցված աշխատող չես համարում ու հնարավորություն ճկուն մեխանիզմ չես տալիս, որ ես այդ խնդիրն էլ հաղթահարեմ, այդ հարկադիրի ԴԱԿ-ի խնդիրներն էլ հաղթահարեմ։ Հաջորդ խնդիրը որ կա, ասում է պետություն, դու որ ինձանից այդքան հարկ ես վերցնում, դիմացի ինձ ինչ ես տալիս, ոչ իմ անվտանգությունն ես ապահովում, ոչ մի ձևով, այսինքն իրանց իրավունքների ոտնահարումը չես ապահովում, թոշակի գնայանը չի լինում։ Մյուսն էլ, երբ որ հայտարարում էր կառավարությունը, որ 200,000 դրամից ավել վաստակող մարդիկ անվճար պիտի բուժվեն, պարզ լեզվով ասեմ, վարորդներից 40,000-ից ավելին է, 200,000 դրամից ավել է վաստակում այս մարդիկ։ Ու շատ, ու այս մարդիկ ասում են, լավ, մենք ինչի համար պիտի չօգտվենք նաև այդ ծառայությունից։ Եվ այսպիսով ստացվում է պահանջները մի քանիսը դարձան, որոնք որ մենք արդեն պաշտոնական ընթաց տվեցինք, այսօր հատուկ որոշել էինք, որ պետք է նամակը հանձնելուց 2-3 հոգով, մաքսիմում 5 հոգով մասնակցենք այս process-ին, որովհետև ուրիշ ընթաց չկա։ Պաշտոնական, կուլտուրական արտադրենք։ Ես ոստիկաններին էլ եմ ասել, որ շատ մարդ չի լինելու։ Խարարը հայտարարեց, որ հարցը քննարկվում է եւ ամեն ինչ կարեմ Արսեն Թորոսյանը նաև նրանց հետ հանդիպում ունեցան, ինչ արդյունքներ է արձանագրվել եւ արդյոք հնարավոր է հարցերը Տեսեք, ես արձանագրեմ ինչեր ա եղել, հանդիպան մասնակիցներից Արտուր այդտեղ ա եղել, ինքը կպատմի, մենք արձանագրում ենք առաջի փոքրիկ հաղթանակը առ այն, որ 3 նախարար արձանագրել է եւ այս խախտումների փաստը 3 նախարար խոսել է խնդրի մասին։ Ճիշտ է, Գևորգ Պապայանի խոսածը աբսուրդային շարքից էր, ու այդ մարդը էկոնոմիկայի նախարարն է, ողբամ են երկրին, որ նախարարը ինքն է։ Ասում է խոսամ Yandex-ի հետ, կենտրոնական բանկի, առևտրային բանկի հետ, որ այս մարդկանց վարկ տան։ Մենակ վարկի համար։ Այս մարդիկ վարկ չեն ուզում, իրանց խնդիրները լրիվ ամբողջությամբ ուրիշ է։ Այսինքն այս ամբողջ ցույցի ընթացքում հասկացաք, որ մենակ խնդրը վարկ վերցնելն է, վարկի հարցը եք ուզում լուծեք։ Չի կարելի։ Առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր ու այս մարդիկ պետք է ներառվեն այս ցանկում եւ իրանք անվճար բուժօգնություն ստանան։ Այսինքն արձանագրում ենք, որ մյուս պահանջները արդար ու իրանք էլ են գիտակցել, որ կա այդ խնդիրը պետք է լուծվի։ Իսկ սոցիալ նախարարը դուք եք հանդիպել, մի հատ ասեք ինչ բանի եք եկել։ Գործը ընթացքի մեջ է, ծանոթացել են, թղթաբանության հետ են ծանոթացել։ Հիմա մնում է արձագանքեն, մեզի ասին լայնամասշտաբ հավաք վարորդների հետ, նորից կհանդիպեն 20 վարորդի հետ, մենք են... Մասշտաբը 120,000-ից 20,000... Չէ, 20 իրանք ասին, 20, 25, այսենց վարորդի հետ, լսարանում ինչ-որ։ Ով է ձեզ ասում Արսեն Թորոսյանը, այո։ Իսկ որպես սոցիալ նախարար մանրամասնորեն հետաքրքրված եք, դուք հասկացաք, թե լիագազը հետաքրքրվում է, հա, թղթերը նայում են, 2 ժամ զրույց ենք ունեցել, 2 ժամ, 6 վարորդներով ու սաղսը բացատրում ենք իրավիճակը, իրանք դաժե անակնկալի եկան։ Այսինքն իրենք չէին նկատել, որ դուք եք սոցիալական շեղ, որ դուք եք հարկեր տալիս, այդ էլ բավականին բարձր հարկ է։ Բացի այդ իրանք անակնկալ եկան, որ Yandex-ը մեզի խափում էլ է, իրանք իրոքից ասում են տեղյակ չէ։ Աբսուրդ է, չէ, պետություն տեղյակ չի, որ իր քաղաքացուն խափում են, գցում են։ Աբսուրդի ժանրից է, երբ որ 40,000 վարորդի, 120,000 վարորդի իրավունք խախտվում է, ու կառավարությունում ոչ մեկ տեղյակ չի։